Կարապետյան, ձեզ մեղադրանքներ են հնչեցվում, որ 40,000 դրամներ եք բաժանել իբրև թե մարդկանց, այստեղ գալ, կանգնելու համար, նաև խնդրում եմ այս մեղադրանքներին անդրադառնալ։ Դե պարզ է, որ մի բան պետք է անեին, իմ հիշելով ինչ որ սկրինշոտ են դրել, իրենք իրար գրած սկրինշոտ են դրել, լուրջ չի էլի, բանը, պարզ է, ասեմ, ի տարբերություն նախորդ իշխանություններին, այս իշխանությունը ունի լավ փորձ մարդկանց գլխին ինֆորմացիոն սարքելու ու այդպիսի բաներ է անում, բայց կարան հանգիստ լինեն, այդպես բան չի լինում, դաղալություն չկա, մարդիկ իրանց կամքով են։ Ոչ։ Չէ, բոլորը իրավական առումով արդեն հասուն են ու հասկանում են ու ով էլ որ դիմի, հաստատ իրենց կողմից ուղարկված մարդ կլինի, դրա համար այդպես բան չի լինում։ Միջազգային արձագանքներին անդրադառնալով, այս գործի հետ կապված միջազգային տարբեր արձագանքներ եղան։ Այս պահի դրությամբ ինչ ունեք ամփոփելով, միջազգային կառույցների արձագանք ձեր կողմից կա ինչ-որ ամփոփում։ Կարապետյանի հայրն ասեց, Նարեկ Կարապետյանը կխոսի, Մարիամ Նաջյանի։ Այո, ելույթով պիտի խոսի։ Միջազգային արձագանքներին անդրադառնանք, էլի, կա այս պահին ինչ-որ ամփոփում, ովքեր են արձագանքել, ինչ կառույցներ, դիմել եք արդյոք միջազգային տարբեր այսպես ներկայացուցիչների։ Այո, իրավաբանները, մասնագետները հայտարարությամբ հանդես կգան, կա նաև Եվրոպայի հանձնաժողովի պատասխանը, որ հետևում են process-ին։ Իրենք հետևում են, բայց շատ կարևոր է իհարկե մեր հասարակության ռեակցիան, այս ամեն ինչը արվել է, որ մեր հասարակության հույսերը ջարդվի, հենց դրա համար են անում, որ բոլոր հակազդեցությունների օջախները կարողանան զրոյացնեն, բայց դա չի լինելու։ Այս ամեն ինչի պատճառը միայն դա է, ներքաղաքական, ներհայաստանյան։ Իսկ ինչ վերաբերում է եվրոպական ու միջազգային կառույցները, մենք ամեն երևի շաբաթ ստանում ենք միջազգային լրատվական միջոցներից հարցումներ եւ հարցազրույց անցկացնելու առաջարկություն, քանի որ բոլորին շատ զարմացրել է։ Ու շատ կարեւոր բան եմ ուզում ասեմ։ Եթե մենք դեմը չենք առնում այս process-ի, լինում են այն, ինչ այսօր ա եղել։ Այսինքն 6 քահանա, 8 քահանա ձերբակալվել է։ Հիշում եք, իրանք ասում էին, որ պայքարում են մենակ կաթողիկոսի անձի դեմ։ Կաթողիկոսի անձի դեմ են հիմա պայքարում։ Եկեղեցու դեմ են պայքարում, 8 քահանա են ձերբակալել, թող այդ հեքիաթները պահեն իրենց այդ բաներով ոնց որ տարածեն, բայց դա հեքիաթ է։ Իրանք պայքարում են հայ առաքելական եկեղեցու դեմ, հայրենակիցներ ջան։ Այս իրանց հեքիաթներին մի ավատացեք։ 4 օր առաջ էլի Ադրբեջանի հոգևոր առաջնորդը հայտարարություն անում, որ առաքելական եկեղեցին վտանգ է, 4 օր հետո էլի 8 հոգու ձերբակալում են։ Ոնց էլ մենք այդ մեսիջը ձեզ տանք, ձեզ մոլորեցնում են։ Իսկ Ադրբեջանը հրանգավորում է այստեղի իշխանություններին ինչ անեն, պարոն Կարապետյան։ Գիտեք, կա դեդուկցիայով եմ ես հետ գնում, այսինքն կա փաստ եւ այդ փաստից նախորդած ամեն Ադրբեջանի հոգևոր առաջնորդի հայտարարությունից մի քանի օր հետո տեղի ունենում այսպիսի մի դեպք։ Այս մարդիկ ոչ հոգևոր հովիվին են մեր եկեղեցու թիրախավորել են Հայաստանի ամենամեծ ռեպուտացիա, ամենամեծ վարկանիշ ունեցող կառույցին, հայ ժողովրդի համար, միավորող ուժին, սփյուռքետ միավորող ուժին, որպիսի հնարավորության դեպքում կարողանան հակազդեն հայկական պահանջատիրությանը ցեղասպանության ուղղությամբ։ Այսինքն, որպիսի ցեղասպանության հետ կապված մեր ազգի բոլոր պահանջները, ճանաչման հետ կապված բոլոր պահանջները հնարավոր լինի ինչ որ ձև Հայաստանում արդեն չեզոքացնել։ Այս ամեն ինչ 8 քահանա, ես զարմանում եմ ինչ դեգրադացիա գնում իրանց մոտ։ Հանրային քաղաքական շրջանակները իրավիճակը փոխելու հնարավորություն է սպայնում են, հարված իրենց վրա վերցնելու, որ եկեղեցին չմնա մենակ։ Այն բաները, որ իրանք հայտարարում են, այդ 40,000 դրամ իրանք վախենում են այն ազդեցությունից, այն տպավորությունից, որ ստացել են 3 մի քանի հազար մարդ 12 ժամ, 10 ժամ ստեղ սպասել է։ Դա իրանց ցույց է, որ չեն հոգնում գնում։ Մեծ մասը չի հոգնում գնում, այսինքն բոլորը հետևողական մնում են։ Թող իրենց հույս չտան։ Քանի որ իրենց գործելակերպին բնորոշ է, արդյոք երեկվայից հետո ինչ-որ հետապնդումներ, չգիտեմ, եղել են այստեղի մասնակիցների նկատմամբ ինչ-որ բաներ։ Հետապնդումները դա կարճաժամկետ խնդիրներ են, էդի ուղղակի ունի նպատակ
մարդկանց ինչ որ մտքեր առաջացնելու մարդկանց մեջ, բայց այդպես խնդիր ինձ թվում է ով որ գալիս է ինքը արդեն գիտի, արդեն հասկանում է ուր է գալիս ու հասկանում է որ բոլոր հետևանքներին ինքը պատրաստ է իր գաղափարի համար։ Շատերի համար կարևոր է որ միայն Սամվել Կարապետյանի համար չեն գալիս, իրենք տեսնում են Սամվել Կարապետյանի մեջ այն հույսը, որ կարող է վերջնականապես հավասարակշռվել ու հավասարակշռել այս մարդկանց այս անսահման արդեն դարձած ապօրինությունները, այսինքն մարդ պայքարում է եկեղեցու իբր հոգևոր հովիվի դեմ, բայց այսօր եկեղեցին արդեն փակ է։ Ինչն է, ինքը ասում է ես եկեղեցու հետևորդ եմ, եթե եկեղեցու հետևորդ ես, 8 քահանա, ինչու ես ձերբակալել, ինչու ես կալանավորել։ Սա հարգելի հայրենակիցներ համոզում են ինչ որ ձև իրանց մեդիա ռեսուրսներով ձեզ ուզում են մոլորեցնեն, իրանք ուզում են եկեղեցին թուլացնեն, ոնց ասեմ ձեզ, եկեղեցին թուլացնում են այս մարդիկ, որ իրանց նպատակները կատարեն, այն նպատակները, որի պարտավորությունը ամենայն հավանականությամբ վերցրել են։ Շնորհակալություն։